Сегодня сейчас удалось. Какие-то люди. Նորից ուրախ եմ նորից ես տեսնելու համար։ Ամեն փառքաստով։ Այսօր այսօրվա մեր դասը կոչվում է ուխտի նշան և հիշելու համարն է ելք Ելից 31:16 Իսմայելի որդիները պիտի պահեն շաբաթը, որպես իրենց սերունդների մեջ այն նշվի որպես հավիտենական ուխտ։ Ուրեմն այս դասագրքի մեջ շաբաթը համեմատվում է, ես չգիտեմ, այստեղ մուտք չէր գրած, բայց ռուսերեն գրած է բուդիզմի, տարբերում ինչ է գրած։ Ինչ է այստեղ մուտք գրած, դարբավար չգիտեմ։ Զարթուցիչի հետ է համեմատում շաբաթը, որ շաբաթը մեզ հիշեցնում է կամ արթնացնում է ինչ-որ բանի համար։ Եվ տեսնենք, ուսումնասիրենք շաբաթի մասին համարները, տեսնենք ինչի մասին է հիշեցնում։ Ուրեմն առաջինը կարդանք Ծննդոց 2-րդ գլուխ 2-3 համարները։ Որպես ստեղ այս Ելից գլխի մեջ ասում է Իսրայելի որդիները պիտի պահեն շաբաթը, և շատերը ասում են, որ դա վերաբերում է Իսրայելին միայն, բայց հիմա մենք մի քիչ խորը ուսումնասիրենք և կպարզենք արդյոք այդպես է։ Ուրեմն Ծննդոց 2-րդ գլուխ 2-րդ և 3-րդ համարները։ Եվ Աստված իր բոլոր գործերը 7-րդ օրը լմնցուց ու 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր գործերին։ Եվ Աստված 7-րդ օրը օրհնեց ու սրբեց զանիկա, վասնզի անոր մեջ հանգստացավ իր բոլոր գործերին, որոնք ստեղծագործության մեջ կատարած էր։ Ուրեմն երբ որ Աստված օրհնեց 7-րդ օրը, այդ ժամանակ կային ազգեր։ Նոր էր Աստված ստեղծել երկինք ու երկիրը, կային ազգեր, արդյոք չկային։ Բայց ինքը այն ժամանակ արդեն օրհնեց շաբաթը և Ադամին և Եվային տվեց այդ հանգստի օրը, չնայած դեռ ոչ աշխատել և ոչ բան չի արել։ Եվ ես հուշում եմ մեզ, որ շաբաթ ավելին է քան հանգստանալու համար։ Ինչու պետք է մենք շաբաթը սուրբ պահենք։ Ուրեմն ինքը, երբ որ կարդանք Ելից գլուխ, Ելից 20-րդ գլխի, Ելից 20-րդ գլխի 8-րդ համարից։ Հանգստության օրը միտք տվեր, զանիկա սուրբ պահելու համար, 6 օր պիտի աշխատիս ու բոլոր գործը կնես, բայց 7-րդ օրը Տիրոջը քո Աստծո հետ հանգստության օրն է։ Այն օրը գործը չգործես, ոչ դուն, ոչ քո որդիդ, ոչ քո աղջիկդ, ոչ քո ծառատ ու աղախինդ, ոչ քո անասունդ, ոչ տանիդ մեջ եղած օտարականը։ Քանզի Տերը 6 օրվա մեջ եղավ երկինքն ու երկիրը, ծովը ու բոլոր անոր մեջ եղածները և 7-րդ օրը հանգստացավ։ Անոր համար Տերը օրհնեց հանգստության օրը ու սրբեց զանիկա։ Տեսեք, այստեղ պատճառը պարզ ասում է։ Չի ասում, քանի որ դու հրեա ես, դրա համար շաբաթ պիտի պահես։ Չէ, ասում է, որտև Աստված 6 օրվա մեջ ստեղծեց ամբողջ երկիրը և հետո 7-րդ օրը դադարեց և այդ օրը հիշատակի օր նշանակեց, որ դուք ամեն շաբաթ գաք պաշտելու Աստծուն և հիշեք ով է ձեր Աստվածը, որտեղից եք եկել, ուր եք գնում, այսինքն ոնց որ երկրի ծննդյան օրը։ Եվ շատերը ասում են, որ մինչև Սինայ չկար օրենք։
Բայց երբ որ կարդան գերից գլուխ 16-23 համարը, տեսնենք արդյոք իրանք գիտեին, թե չգիտեին։ 16-23 Անիկա կախտա։ Անիկա ասավանոց, այս է տերոջը ասած վաղը հանգստության սուպ շապատն է տերոջը։ Ուրեմն ինչ որ պիտի եփեք, եփեցեք, եւ ինչ որ պիտի երացնեք, երացուցեք, ինչ որ կավելանա, ձեզի համար հաջորդ օրվան պահեցեք։ Այսինքն այստեղ մի քիչ խոսում այն մասին, թե ոնց է շաբաթը սուրբ պահում, նախորդ պատրաստում ես, բայց երբ էսի ասեց, երբ որ օրենքը դեռ չէր տվել, այսինքն պարզվում է, որ հրեաները արդեն գիտեին, որ շաբաթը սուրբ է, եւ սրանից մեզ հայտնի է դառնում, որ օրենքը մինչև այդ գիտեին, բերանացի, փոխանցում էին իրար։ Եվ Սինայի վրա էր, որ Աստված գրեց երկու քարե տախտակների վրա, այսինքն գրանցեց, գրավոր։ Եվ դրանից ավել, ինչ եք մտածում, մինչև երկիրը ստեղծելը օրենքը կար, որտեղից մենք գիտենք այդ Աստվածաշնչից։ Հա? Տապանակից։ Սրբության տապանակի մեջ Աստծո օրենքը կար, երբ որ ինքը նստում այն։ Հա, այսինքն էդի մինչև ստեղծեցին, որտեղ Աստված ցույց տվեց Մովսեսին երկնայինը եւ ասեց այդ ձևով սարքեք, չէ՞։ Եվ գումարած դրան, երբ որ Սատանան ամբոստացավ Աստծո դեմ, ինչի դեմ ամբոստացավ, օրենքի դեմ, չէ՞, ասում են մենք հրեշտակ ենք, մեզ պետք չի օրենք, մենք առանց այդ սուրբ ենք։ Բայց իրանք Աստծո կողմից ստեղծած էակներ էին եւ ստեղծվածը անպայման պիտի օրենք ունենա, ինստրակշններ ունենա, որ 10-րդ պատվիրանքին հակառակ գնաց միցակար։ Եվ ինչ է ասում, երբ որ Եզեկիելի մասին, Սատանայի մասին խոսում, որ ասում դու արուսյակն էիր, սուրբ էիր, մեր այդ հրեղեն քարի մեջ էիր, մինչև այն օրը, երբ ինչ, երբ անօրենություն գտնվեց քո մեջ։ Եթե չկա օրենք, կարա լինի անօրենություն, ոչ։ Ուրեմն օրենքը նաև կար երկնքում եւ երկնքում շաբաթից շաբաթ գնում էին եւ պաշտում էին Աստծուն եւ ըստեղ էլ պետք է շարունակվեր, եթե այդ խնդրեմը չլիներ, եթե Ադամն ու Եվան չխախտեին կապը Աստծո հետ եւ հետո գիտությունը կորավ, շատերը ասում են ինչի ստե նշմա հрьяաներ, որտեղ գիտությունը ճշմարիտ Աստծո հետ կորավ։ Հետո ոնց վերականգնեց Աստված։ Ասորի Հեթանոս Աբրահամին ինքը երեցավ եւ բացվեց որպես միակ Աստված։ Այսինքն ինքը Աստված ընտրեց Աբրահամին եւ Աբրահամն էլ իրան ընտրեց, չէ՞ որ զորով Աստված չի ընտրում։ Աբրահամը պատասխանեց Աստծո սիրուն եւ ընդունեց, թողեց Հեթանոս աստվածներին, թողեց իր հարստությունը նույնիսկ Ասորեստանում եւ դուրս եկավ։ Եվ ուրեմն ճշմարիտ Աստծո մասին գիտությունը ուներ Աբրահամը։ Աբրահամից հետո ինքը փոխանցեց վերանացի իր զավակներին, հետո թորներին, չէ՞։ Եգիպտոսում իրանք հեռացան որոշ չափով այդ ճշմարիտ օրենքից եւ բայց հետո էլի նորից, երբ որ Աստված իրանց հանեց Եգիպտոսից, օրենքների բաների միջով տվեց, չէ՞ արդեն գրի առավ այդ քարե տախտակները եւ բացի օրենքից տվեց նաեւ բազմաթիվ այլ օրենքներ, որոնք մեկնաբանեցին, ավելի շատ պարզաբանեցին Աստծո օրենքը, որը Constitution-ի պես է, սահմանադրության պես, ոնց որ ամեն երկիր ունի սահմանադրություն եւ ունի օրենքներ, որ բացահայտում մեկնաբանում են սահմանադրությունը։ Ուրեմն հիմա կարդանք, որ մյուս համարը Ելից 31:16 Գիտես, հելենուց առաջ, Եգիպտոսից հելենուց առաջ, իրանք արդեն սկսեցին շաբաթը պահել, հիշեցին։ Ու դրա համար եգիպտացիները իրենց վրա ավելի մեծ ծանր դժվարություններ ունեն, ասել ոչ միայն դուք չեք ուզում աշխատեք, հա, մի օր էլ հետիք չէր,
Ու ավելի դժվար բաներ դրեցին իրաց վրա, այսինքն ընդեղ արդեն սկսեցին իրաց նեղությունները, 31 ինչ։ Պարզ չի Մովսեսի գալուց հետո են իրանք ուսում շաբաթը պահել, դե դրանից առաջել էին պահում, նշված չի, պարզ չի, բայց ամենայն դեպս պարզ է, որ իրանք արդեն գիտեին։ Երբ որ եկավ սկսեցին պահել շաբաթը, արդեն նեղությունը սկսվեց։ Երբ Ելից 31:16 համար։ Անոր համար Իսրայելի որդները պիտի պահեն շաբաթը, որպեսզի շաբաթը իրենց ազգերի մեջ հավիտենական ուխտ մնեն։ Հավիտենական նշան մնե իմ ու Իսրայելի որդերի մեջտեղ, քանզի Տերը 6 օրվա մեջ ստեղծեց երկինքը, երկիրը եւ 7-րդ օրը դադարեցավ ու հանգստացավ։ Okay, նորից առաջին պատճառը, որ մենք շաբաթը սուրբ պահենք, այն է, եւ շաբաթը սուրբ պահելով մենք հաստատում ենք ինչը, որ մեր Աստվածը ով է, Արարիչը, որ ստեղծել է ողջ տիեզերքը, ոչ միայն երկիրն ու երկիրը, ոչ թե արևը, ոչ թե ստեղծված բաները, որ հեթանոսներն են պաշտում, այլ այն Էակը, որ ստեղծել է այդ ամեն ինչը, շաբաթը պահելով, ստեղ Աստված ասում է, մենք ինչ նշան է այդ, ինչի նշան է, որ մենք ընդունում ենք Աստծուն որպես մեզ Արարիչ, մենք Արարիչ Աստծուն ենք ընդունում որպես Աստված, սենց ասենք, եւ նաեւ ինչի նշան է, Ելից 31:13-ը, Ըսե Իսրայելի որդերին անշուշտ իմ շաբաթներս պիտի պահեք, վասնզի այս նշան մնա իմ ու ձեր մեջտեղ եւ ձեր ազգերի մեջ, որպեսզի գիտնաք, թե ձեր սուրբ ընող Տերը ես եմ։ Այսքան սրբագործման։ Նաեւ մի ուրիշ համարում ասում է, որ սուրբ պահեք որպես հիշատակ, մի հատ այնց համար կա, որ ես ձեզ ստրկության տնից փրկեցի Եգիպտոսից, եւ շատերը մյուս եկեղեցիներից այդ համարն են մեջ վերում, այսի չեն մեջ վերում, որ գրած է, որ Աստված Արարիչ ամոջը, եւ մեջ են վերում այդ համարը, որ Աստված ասում է շաբաթը սուրբ պահեք, որպես հիշատակ, որ ես ձեզ հանեցի Եգիպտոսի ստրկության տնից։ Ուրեմն մենք գիտենք, որ Եգիպտոսի ստրկության տունը ինչի խորհրդանիշ է։ Մեղքի խորհրդանիշ է, այսինքն մենք երբ որ թողնում ենք հին կյանքը, սկսում ենք նոր կյանքը, եւ դա հավասարազոր է նրան, ոնց որ մենք Եգիպտոսից դուրս են գալ, այսինքն մեղքի իշխանության տակից, եւ դա փրկagorցության խորհրդանիշ է։ Այսինքն Աստված ոչ միայն մեզ արարեց, այլ նաև մեզ փրկագնեց։ Եվ երրորդը մեզ սրբագործում է։ Այսինքն տեսեք միայն 3 նշանակությունը շաբաթի։ Երբ որ ես չեմ պահում շաբաթ, ուրեմն ես չեմ հաստատում, որ ես պաշտում եմ, որ իմ Աստվածը Արարիչ Աստվածն է, փրկագնող Աստվածն է եւ ինձ սրբագործող Աստվածն է։ Չէ որ Հիսուս եկավ իր արյունը թափեց բոլորի համար, որ բոլորը սրբագործվեն, չէ։ Որ մենակ հրեաները չէին սրբագործվելու։ Պարզ է, յուրաքանչյուր մարդ։ Եվ մի ստեղ Էլեն Ուայթից մի հատ նախադասություն կարդանք, վկայություններ եկեղեցու համար հատորվեց H 350։ Շաբաթը, որ աշխարհին տրվել է որպես Աստծո արարիչ լինելու նշան, ծառայում է նաև որպես նրա սրբագործող լինելու նշան։ Այսինքն շաբաթից շաբաթ, երբ որ մենք գալիս ենք, լսում ենք Աստծո խոսքը, ինչպես կարող է դա շաբաթը ինչպես կարող է մեզ սրբագործել։ Այսինքն, երբ որ մարդիկ ասեն դա ձեր նպատակն է, ոչ շաբաթը նպատակ չի, շաբաթը միջոց է։ Աստծո կողմից տրված միջոց մեզ սրբագործելու համար։ Այսինքն, եթե իրոք յուրաքանչյուր մարդ ամեն շաբաթ օրը հիշի Աստծուն եւ իր օրենք ուսումնասիրել, իր սուրբ գիրք ուսումնասիրել, շատ չարի կպակսի այս երկրի վրայից։ Եվ Ելից 20 գլխի 8 համարը կարդացինք, հիշի հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն, ուրեմն հիշել բառի կիրառումը ծառայում է մի քանի նպատակների։ Առաջին, ինչ որ բան հիշելը նշանակում է հետ հայացք նետել անցյալին։
Այս դեպքում շաբաթը մատնանշում է Աստծո խոսքով հաստատված արարչավորությունը, որի գագաթնակետը դարձավ շաբաթի հաստատումը, որպես հանգստի եւ Աստծո հետ հատուկ հաղորդակցության համար նախատեսված օրվա։ Եվ հիշելու համար առաջվում է նաեւ ներկային, մենք ոչ միայն պետք է հիշենք շաբաթ, այլև պետք է սուրբ պահենք այն։ Այսպիսով շաբաթը կարևոր նշանակություն ունի մեզ համար այժմ ներկայում։ Հիմա կան մարդիկ եւ նաեւ գիտենք, որ Եսայի մեջ ինչ է ասում։ Մի դրվագ էլ կարդանք Էլեն Ուայթից ընտիր լուրեր, իր երկրորդ էջ 160։ Նրա շաբաթը սուրբ պահելով մենք պետք է ցույց տանք, որ նրա ժողովուրդն ենք։ Նրա խոսքը հռչակում է, որ շաբաթը նշան է, որի միջոցով տարբերակում է պատվիրաններ պահող ժողովուրդը։ Նրանք, ովքեր պահում են Աստծո օրենքը, մեկ կլինեն նրա հետ մեծ պայքարում, որը սկսվեց երկնքում սատանայի եւ Աստծո միջեւ։ Այսինքն շաբաթը սուրբ պահելով մենք հաստատում ենք, որ մենք գտնենք ոչ թե սատանայի հետևից, այլ Աստծո հետևից, որտեղ մեծ պայքար է լինում։ Սատանան ուզում է իր հետևից մարդկանց տանի, զորով, ստիպելով, բրդելով, ուժով, Աստված ուզում է սիրով քաշի դեպի իրան։ Եվ մի ուրիշ համարում էլ ասում է, չէ, ոչ էլ օտարականը քո տան մեջ գործանում։ Այսինքն դեռ այն ժամանակվանից սա հրեաների համար չէր, օտարականով էր, կարող տարբերած լիներ եգիպտացի եւ այլն շատ եգիպտացիներ դուրս էին եկել իրացել։ Ուրեմն ես չգիտեմ եթե ասես, բայց այդ բառը որ ասում է հիշիր, ինչ է նշանակում, շաբաթը որ ինչ-որ մի ժամանակ առաջ այդ շաբաթը արդեն այդ օրենքը կար, դրա համար հիմա ասում է հիշիր, դա օրենք չի տալիս, նոր չի շաբաթը պահել օրենքը, ուղղակի ուզում է հիշացնի, եթե չկար, ուրեմն չէր հիշացնի, նորը կտար։ Եվ հիմա երբ որ մյուս եկեղեցիները պնդում են, որ օրենքը խաչվեց, այդ խաչի վրա պետք չի օրենքը պահել, հիմնական պատճառը շաբաթն է, որ տենց են ասում։ Եվ իրանց ասում են, լավ, դեր մեջ չկա օրենքը, պիտի բանը, ինչ ուզում ես արա, ուզում ես սպանի, ուզում ես շնություն արա, ուզում ես Չէ ասում են, չէ, պիտի անենք, օքեյ, բայց շաբաթը ոչ որ պատվիրանն է, նո, շաբաթը փոխվել է կիրակի, կամ էլ շաբաթը պետք չի պահել, շատերն էլ այդպես են ասում։ Այսինքն, ինչի սատանան իր նշանը բռնեց հենց 4-րդ պատվիրանի վրա, ինչի այն մյուս պատվիրանները չհամար։ Տեսեք, եթե հանես, փորձենք 4-րդ պատվիրանը անենք, այդ 10 պատվիրաններից, ինչ է ստացվում։ Ստեղծագործությունը Աստծո չի մնաց։ Այսինքն, այդ օրենքի հեղինակը չկա, չգիտես ով է։ Ոչ թե որ օրենքի հեղինակը չի գա, ստեղծագործության օրինակն չի գա։ Այո։ Որ 4-րդ պատվիրանի մեջ գսե որ 6 օրվա մեջ երկիրը ստեղծեցի։ 4 պատվիրանքի մեջ գսե այդ մեկը։ Երբ որ 4-րդը վերցնես, ստեղծագործությունը ով է։ Չի գա։ Եվ նաև էդի պարզում է մեզ, որ ով տվեց այս օրենքը։ Այն Աստված, որ իրական Աստվածն է, որ միակ Աստվածն է, որ ստեղծել է ամբողջ տիեզերքը։ Եվ ոչ թե հեթանոսների տարբեր տեսակի, չգիտեմ ինչ ձևի աստվածները։ Եվ մեզ ընդամենը պետք է անկեղծ սեր Աստծո հանդեպ, որպեսզի մենք այս ամեն ինչ ուսումնասիրից հետո անկեղծ լինենք եւ ընդունենք այն ինչ որ Աստված ա տվել, որտեղ մենք գիտենք, որ շաբաթում կողմից փոխվեց, Հռոմի պապի կողմից չէ, եւ ինքն էլ հենց խոստովանում ասում է, Աստվածաշնչում պատճառ չեք գտնի, չկա Աստվածաշնչում պատճառ շաբաթը փոխելու, չկա ուզում եք ուսումնասիրել, մենք մեր հեղինակության հիման վրա ենք փոխում, այսինքն իրանց հեղինակությունը դու մեմ ավելի բարձր, քան թե Աստծո, եւ ուրեմն ընտրությունը մերն է, ում հեղինակություն ենք մենք ուզում ընդունենք, Աստծո, թե Հռոմի պապի, որի հետևը սատանան է կանգնած, որտեղ սատանան է ուզում, որ այդ օրենքը չլինի։ Եվ
Սա իրականում շատ լուրջ հարց է, եւ ապացույցներ կա, շատերը ասում են Հիսուսի խաչելությունից հետո դա հետ եղավ, բայց ինչ ապացույցներ կա, երբ որ իր աշակերտները գնացին եւ քարոզեցին, օրինակ վերեք Հայաստանում մինչև 13-րդ դարը, եթե չեմ սխալվում, կամ մինչև 11 չգիտեմ, պահել են շաբաթը, եւ հետո, երբ որ կաթոլիկ եկեղեցին փոխեց, իրանք ընկան իրանց խելքին եւ այդ փոփոխությունը կատարեցին եւ սկսեցին ճնշել նրանց, ովքեր շարունակում էին շաբաթը պահել, եւ նրանք կոչվեցին քոնրակեցիներ, շատերը փախան Հայաստանից դրա եւ շատերը ինչքան գիտեմ Հնդկաստանում են շաբաթը պահող եւ ոչ միայն Հայաստանում էլ կա, շատ բազմաթիվ մարդիկ լսել են, որ ասել են իմ տատիկս առաքելական եկեղեցի էր գնում, բայց ինքը շաբաթն է շտրպան, ոչ թե գիրակին։ Այսինքն միևնույն է, էդի մնացել է, այդ ինֆորմացիան մնացել է, եւ դա եւս մի ապացույց է, որ երբեք ոչ քաչվելուց առաջ, ոչ քաչվելուց հետո, ոչ հարությունից հետո, ոչ համբարձումից առաջ Հիսուսը չի ասել, որ գիտեք, քանի որ ես Իրակիորն եմ հարություն առել, ես փոխում եմ գնաց պետք չի շաբաթը պահել, Կիրակին պահել, կամ ընդհանրապես մի պահել։ Կամ ոնց որ Եհովայի վկաներն ասում ամեն օր շաբաթ է։ Ամեն օր շաբաթ չի, Աստված ասեց 7-րդ օրը սուրբ պահել, պետք չի ամեն օր սուրբ պահել։ Ասում 6 օր աշխատի, էդ էլ է պատվիրան, որ շատերը այդ խախտում են։ Երբ որ չի աշխատում, նախ է գործում։ Այո, ըստ օրենքի դες ագործել, 6 օր աշխատի, 7-րդ օրը հանգստացի։ Իհարկե խոսքը միայն փողով աշխատելու մասին չի, տան housewife-ները, որ տան գործ են անում, իհարկե դա էլ իրանք ամեն օր աշխատում են, երեխային մեծացնում, տուն են մաքրում, ճաշ են եփում, խոսքը մենակ փողով աշխատելու մասին չի, ընդհանրապես պարապ չմնալու մասին է։ Աստված մարդուն ստեղծել է շարժվելու եւ ուղեղը շարժելու եւ մարմինը շարժելու համար։ Տիեզերքում ամեն ինչ շարժվում է, ամեն ինչ։ Եվ շարժումն է, որ չի թողում, որ մարդ դեգրադացվի։ Եթե շարժումը կանում է, ուրեմն դեգրադացիա գնում։ Ուրեմն այսքան համարներ մենք կարդացինք Աստվածաշնչից եւ շատ եկեղեցիներ վերցնում մենակ մի համար են կարդում, ոչ Աստվածաշունչը իրան բացատրում է։ Մենք մեզնից էսի չենք խորում, ինչ որ կարդացինք, ստեղ կարդացինք։ Ուրեմն եւս մի անգամ կրկնենք, որ շաբաթը տրվել է, որպեսզի մենք հիշենք, որ Աստված մեր արարիչն է, երկրորդը, որ մեր փրկագնողն է, երրորդը, որ մեր սրբագործողն է։ Ստեղծիչն է։ Այսինքն, երբ որ մենք ընդունում ենք Հիսուսին, մենք միանգամից սուրբ չենք դառնում, դա անհնար է։ Ոնց որ երեխան նոր ծնվում է, ինքը կատարյալ է իր նոր ծնված ժամանակ, բայց ինքը պիտի աճի, եւ այդ աճելը կոչվում է սրբագործություն, երբ որ մեր դառնում ենք քրիստոնյա, մենք պիտի աճենք որպես քրիստոնյա։ Երբ որ Հիսուս կպրկե իր արյունով սուրբ արյունով ոտուն սրբացած է սիրմով։ Դու պետք է չունես 10 տարի անցնելով որ դու սրբանաս, բայց դու պետք է շտկվես, կարգում բաներ կան որ մարմիտ մեջ որ։ Այո, հենց այդ դրա մասն է գործում, սրբագործությունը հենց այդ։ Բայց սրբությունը վարյանական է, կմաքրվի սկոր։ Հիսուսի արդարությունը տրվում է մեզ։ Աբրիս։ Բայց հետո գալիս է արդեն սրբագործության պրոցեսը։ Ատկես վերջի պիտի սորվիս, որպեսի մեղ չկորի։ Մեղքերից քիչ-քիչ պիտի ազատվել։ Ուրեմն այսքան ինֆորմացիա ունենալուց հետո արդեն մեզ անում ընտրությունը, որ մենք ընտրենք ում պիտի ենթարկվենք, ում պիտի հնազանդվենք, սատանայի որոշմանը, թե Աստծո որոշմանը։ Թող Աստված մեզ օրհնի, որ ճիշտ ընտրություն կատարենք։ Ամեն։